Խաղաղություն մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Շնորհակալ եմ, որ դու լսում ես այս ձայնագրությունը, որը շատ հետաքրքիր կլինի։ Ուրեմն այսպիսի մի վկայություն ունեմ իմ կյանքում։ Տարիներ առաջ, երբ որ շատ ծանր տարիներ էին, 90-ականների մասին է խոսքս, ուրեմն ես այդ ժամանակ նոր ապաշխարել էի, նոր սկսել էի քայլել Հիսուս Քրիստոսի ճանապարհով եւ շատ տարատեսակ հալածանքներ էի կրում։ Ուրեմն այսպիսի մի հալածանք ունեցա իմ շատ մոտիկ անձնավորության, իմ դրկից հարևանուհու կողմից, առանձնապես այդպես վատ հարաբերությունների մեջ չէինք, բայց այնպես ստացվեց, որ ձմեռնամուտ էր եւ մենք վառելափայտ չունեինք, իմ երեխաներս էլ փոքր էին եւ արդեն զգացվում էր, որ մեր բնակարանը ցուրտ է, այսպես խնդիրները ակնհայտ էին։ Ուրեմն այս հարևանուհիս այսպիսի մի արտահայտություն արեց, այդ պահին ես իրենց տանն էի, դե եթե քո Աստվածը այդպես մեծ Աստված է, թող մի ավտո վառելափայտ քո համար ուղարկի, որ քո երեխաները ցրտի մեջ չմնան։ Այդ պահին փոքր-ինչ տրտմեցի իր այդ արտահայտությունից, բայց պատասխանեցի, ասեցի, եթե Աստված կամենա, փայտ էլ կուղարկի, ամեն ինչ էլ կուղարկի, որովհետև Աստված մեզ սիրում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հետ է եւ մենք խնդիրներ չպիտի ունենանք։ Այսպես ուրեմն մի փոքր ժամանակ անցավ, ստացվեց այնպես, որ Երևանում 5-օրյա քրիստոնեական կոնֆերանս պիտի լիներ եւ մարզերից, այսպես ամեն մեկս մեր քաղաքներից հավաքվել էինք ու գնում էինք մասնակցելու, գնացինք, շատ օրհնված, լավ ժամանակ ունեցանք, ամբողջ Հայաստանի քրիստոնեական բոլոր անուն եկեղեցիներից եկել հավաքվել էին եւ տարբեր երկրներից շատ հզոր օծյալ քարոզիչներ էին եկել, շատ օրհնված ժամանակ ունեցանք եւ մեկ էլ հետ գալու ճանապարհին այդպես ուրախ ամեն մեկս մեր ստացած հոգեվոր շինության մասին էին կիսվում այդ մեքենայի մեջ, այսպես ասած մինի ավտոբուս էր եւ ժողովուրդը տենց մի 20 հոգի կլինեինք, եթե չեմ սխալվում, ու մեկ էլ այսպես նստած ստեղը մեջս ուրախություն ալեցվում ու այնպես ստացվեց ինձանից անկախ ասեցի ես օրհնվեցի ու այսպես մտքի հափշտակություն ունեցա այդ պահին եւ տեսնում եմ ինչ-որ մեծ մեքենա կանգնած մեր շենքի բակում ու ինչ-որ բեռնաթափություն են անում։ Այդ պահին ոչինչ չհասկացա, ընդամենը մեջս ուրախություն եկավ, սիրտս հոգիս ուրախություն լցվեց եւ հասանք, երբ որ ամեն մեկս մեր բնակարաններին, մեկ էլ տեսնեմ մեր շենքի բակում իրոք մի մեծ բեռնատար մեքենա կանգնած, այսպես արդեն մանրացրած վառելափայտ մեջը, որը որ արդեն շատ քիչ էր մնացել, մեծ մասը մարդիկ օգնել էին, բարձրացրել էին մեր բնակարան, որը որ այդ շենքի 5-րդ հարկում է գտնվում։ Եվ այսպես նայեցի, հասկացա, որ դա իմ օրհնությունն է, ուրեմն բարձրացել եմ տուն եւ ինչ տեսնեմ, իմ բնակարանի պատշգամբում այդ մանրացրած վառելափայտը արդեն իսկ պատրաստ, շատ գեղեցիկ, շատ շնորհքով դասավորված եւ խոհանոցում շատ ու շատ մթերքների տեսականի, գյուղմթերքի։ Այնպես էր ստացվել, որ հարազատներս
գյուղից, այդպես ծնողներս, քույր եղբայրս այդպես հավաքվել էին, ամեն մեկը ինչով որ կարողացել էին, այդպես գյուղ մթերքով օրհնել էին, լցրել էին այդ մեքենան եւ ուղարկել էին։ Եվ ինչ եք կարծում, այդ ամբողջ մեքենայի բեռնաթափումը հենց այդ վառելափայտի կազմակերպել էր իմ այդ այն հալածող հարևանուհին, շատ այսպես իմ համար զարմանալի էր, ուրախալի էր եւ այսպես ինքն էլ ուրախանալով, որ իմ երեխաները այդ օրհնությունը ստացել են, ամեն այդ գործողությունները երբ որ ավարտվեց, արդեն նստած սուրճ ենք խմում, մեկ էլ ասում եմ, տեսնում ես, ասում եմ, որ այն որ հիշում ես, որ ինձ ասում էիր, դե թող քո Աստվածը այդպես ձմեռվա համար մի ավտո վառելափայտ ուղարկի, եթե տենց լավ Աստված ունես, ասում եմ, տեսար, որ վառելափայտը իմ Աստվածը ուղարկեց իմ համար ու իմ երեխաների համար, ու այդպես ասում խոսում ծիծաղում էինք, բայց իրականում դա իմ համար եւ շատ մեծ օրհնություն էր եւ շատ հետաքրքիր վկայություն էր։ Մի քիչ էլ չգիտեմ ձեր կյանքում եղել է նման իրավիճակներ, որ Աստված յուրահատուկ հումոր ունի, որ այդպիսի միջոցներով, այո, հենց մեկ ավտո վառելափայտ մանրացրած պատրաստի այդ խոսքի համաձայն ուղարկվել էր ինձ համար եւ այդպիսի հումորի նման մի բան։ Տերը օրհնի, փառավորվի մեր Աստված, սա ընդամենը այս երկրավոր բարիքների մասին վկայություն էր, բայց ես միշտ ասում եմ, ինձ համար փոքր օրհնություն չկա։ Իհարկե ամենակարևոր օրհնությունը մեր հոգիների փրկությունն է, որ մեր անունները գրված են երկնքի կյանքի գրքում, եւ Տիրոջ օրհնությամբ եթե կարողանանք շատ շատերին բերենք մեր Փրկչին, ծանոթացնենք, որ ամեն մեկը ընդունեն որպես իրենց անձնական Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, բայց այս երկրավոր օրհնություններն էլ, քանի որ մենք մարմնի մեջ ենք ապրում, ամեն մեկս էլ ունենք այդ անհրաժեշտությունը, որպեսզի լինենք օրհնված, եւ այդ օրհնությունների մասին Աստվածաշունչը շատ պարզ, շատ մատչելի խոսում է Երկրորդ օրինաց 28 գլխի 1-ից 14 համարներում։ Կարող եք ձեր Աստվածաշնչերում բացել, կարդալ այդ 1-ից 14 համարները եւ կտեսնեք, թե մեր Աստված ինչքան սիրում է մեզ, որ մեզ օրհնում է թե երկրավոր եւ թե երկնային օրհնություններով։ Ես երբ որ կարդում եմ այդ բաժինը Աստվածաշնչից, որը որ Սուրբ Հոգին է ինձ ցույց տվել, ես այդ մասում տեղադրում եմ իմ անունը եւ կարդում եմ այդպես, որ այդ բոլոր օրհնությունները իմը լինեն։ Եվ շնորհակալ եմ Աստծուն, այսօրվա դրության ունեմ շատ օրհնված զավակներ, ամեն մեկը իրենց մասնագիտություններով իրենց վաստակը ունեն, իրենց ընտանիքներն են պահում, այնպես չի, որ այսպես աշխարհային մեկ-մեկ մարդիկ կան, որ դղյակներ են կառուցում, չգիտես ինչեր են անում, այդպիսին չէ, բավարար չափով, մեր Տերը մեզ օրհնում է մեր ամենօրյա հացով, մեր հագուկապով եւ Աստծուն փառք տալով, այդպես շարունակում ենք մեր երկրավոր կյանքի ընթացքը, մինչեւ որ այս մեր բանտղտության ավարտին հանդիպենք մեր հոգիների Փրկչին, հարուցյալ Սուրբ Հիսուս Քրիստոսին ու վայելենք նրա հետ իր պատրաստած երկնային խնջույքը, հավիտենական ուրախությունը։ Հալելույա։ Շնորհակալ եմ, որ լսեցիր այս վկայությունը, հավատում եմ ու վստահ եմ, որ սա փոքր-ինչ կշարժի քո հավատքը, որ երբևէ երբ որ աշխարհիկ ինչ-որ մի մարդ այս կամ այն հարցում կփորձի ծաղրել կամ
ինչ որ այնպիսի հարցադրումներ անել, որ դե եթե քո Աստվածը այդպես մեծ է, թող այսպես լինի, թող այնպես լինի, այո, մեր Աստվածը մեծ է եւ մեզ օրհնում է բոլոր տեսակի օրհնություններով։ Միշտ ունեցի քո շուրթերին այդ պատասխանը եւ թող այն դուրս գա քո սրտից, քո հոգուց, այսինքն քո սիրտը, քո հոգին թող միշտ լինի գոհությամբ, շնորհակալությամբ եւ միշտ այդ պատասխանը ունեցիր, երբ որ կհարցնեն, միշտ էլ պատասխանիր, որ այո, իմ Աստվածը մեծ է եւ օրհնում է, թե երկրավոր եւ թե երկնավոր հարստությամբ։ Շնորհակալ եմ, որ լսեցիր, եղիր օրհնված, թող փառավորվի եռամեկ Աստված, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեր բոլորիս սրտերում, մեր բոլորիս կյանքերում եւ ամեն մեկս մեր կյանքի այսպիսի հետաքրքիր հրաշքներն ու վկայությունները լինենք տարածողներ մեր ապրած միջավայրում, փայլեցնենք մեր Աստծուն, որպեսզի շատերը տեսնելով այդ համարձակությունը, այդ հրաշալի վկայությունները ճանաչեն մեզանով ճանաչեն մեր Աստծուն եւ շատ ժամանակ էլ առանց խոսքի հետևեն մեզ հետ միասին հաճախեն մեր հաճախած եկեղեցիները։ Տերը օրհնի, բոլորիս թող օրհնված երեկո լինի եւ օրհնված հետագա ընթացք Աստծո Սուրբ Հոգու առաջնորդության եւ ներկայության մեջ։ Հալելույա, ամեն։